Քեզ ասում եմ պապատ չի գալու։ Պապատ շատ հեռու է գնացել, մենք չգիտենք երբ է գալու։ Չգիտենք։ Ես տեղ կսպասեմ։ Լավ։ Քիզ զանգերից չես պատասխանում։ Հեռախոսս անջատած էր, պապ ջան, նոր եմ տեսել։ Քեզ քանանք եմ մտում, շատ իրեղի հեռախոսիդ։ Ես ինչի՞ քեզ շուտ բաց թողել։ Մամ, երախումդ պետք չի։ Պապ, ես ի՞նչ է կատարվում։ Տղես ամեն ինչ նորմալ է։ Այս աշխարհում լա թասիբով ու պատվով հայր մնացել են։ Մինաս, ինչ լավ է, այնքան անհանգիստ էի։ Գիտեմ կյանքս։ Տեսնում եմ։ Երեխան հոմենակ չէր մնալու։ Եկել էի, որ Աշոտին տուն տանեի, հետո էլ գայի քո հետևից։ Էմուլին ասել էի, որ փաստաբան գտնի։ Հանգիստ եղեք, ճիշտ ես արել։ Պապ, ինչ է կատարվում։ Մի հատ կբացատրեք մեկնումեկը։ Տղես, հետո կխոսանք առանձին, հա։ Մենք այսօր պետքա խոսեինք, չստացվեց։ Ոչինչ։ Հետո կխոսանք։ Սես չի մնա։ Ամեն ինչ կկարգավորենք։ Մամ, դու գնա մեքենայի մեջ սպասի, ես Մինասի հետ խոսեմ գամ։ Ամեն դեպքում Աշոտին պետքա տանենք։ Ասեցի չէ։ Դու քո մոր մասին հետ չես մտածում։ Գիտես ինչ օրի է։ Ասեցի գնացինք։ Թող ինձ։ Մամա, թող երախու ձեռքը։ Կխոսենք, կհասկանանք։ Այսինքն խոսելով եք հարցերը լուծում, որ այսօր ինենք։ Ես ոչ միտեղ չեմ գնալու։ Մնում եմ ստեղ։ Եթե մաման ուզում է մեր հետ լինի, կարա հենց ստեղ էլ մնա։ Էդ էր մնում պակաս, դու հենց հիմա ինձ հետ կգա։ Հայրիկա։ Մամ ջան, կներես։ Մամ, ուղղակի այս հարցերը սենց չեն լուծվում։ Ճիշտ ես։ Շատ ճիշտ ես։ Ես չպետք է խանգարեմ քեզ։ Չպետք է խանգարեմ, խոսեք։ 20 տարին չէ հերիքեց, որ խոսեք։ Մի այդքան էլ խոսեք։ Մամ ջան։ Մամ։ Դեղս չեմ խմել, հեսա կխմեմ կանցնի։ Ես լավ եմ։ Կյանքս։ Գնամ մամայի մոտ եղի։ Յան լավ չի զգում, մենք հետո կխոսենք։ Գնա։